Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, շարունակում ենք AFL-ի հերթական խաղային շաբաթը, որտեղ շարունակվում է մեզ մոտ 16-րդ տուրը ու երկրորդ դիվիզիոնի շրջանակներում առաջին այսօր խաղադաշտ են դուրս գալիս մրցելու միմյանցնեմ Մոնցան ու Փարիզը կամ մեկտարկային Սուլիչը մեկտարկած է հանդիպումը շատ հետաքրքիր դիմակայության ականատեսը կլինենք իհարկե դրանում երկու կարծիք լինել չի կարող, քանի որ մրցում են մրցաշարային աղյուսակում իհարկե չեմպիոնական պայքարի միտված թիմեր ու հիմա Մոնցան առաջին գրով կարող էր առաջացնել հաշվի մեջ, բայց այստեղ փրկեց Փարիզին, Փարիզի դարպասը շատ վտանգավոր մեկտարկ ու իսկապես պատկերացնում եք, եթե առաջի գրողն էր այսպես, ապա ինչպեսի հանդիպան ականատեսն են լինելու։ Հիմա եւս մեկ գրոհի անցել Մոնցան եւս մեկ հարվածի պորտ բավական ակտիվ մեկտարկեց Մոնցան ու տեսնենք Փարիզը Հիմա ինչ կփորձի առաջարկել Մանվել Այվազյանն է գնդակով շատ լավ այստեղ պատխաղարկում փորձեց իրականացնել Այվազյանը խաղընկեր Ավակյանի հետ, բայց արդյունքում կարողացան Մոնցայի ֆուտբոլիստները հեռացնել գնդակ ու արդեն եզրից նետելու է Փարիզը իհարկե քիչ անց նաև կծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերի, որ հասկանանք այս հանդիպան կարևորության աստիճանը, բայց թիմերը մեզ դրա ժամանակը չեն տալիս Պապոյան ու այո, բացում է Մոնցան այս ակտիվության ներքո հանդիպան հաշիվը 1-0 Արշալույս Պապոյանն առաջ է մղում իր թիմին։ Արշալույս Պապոյան 1-0 բացված է այս հետաքրքիր ու լարված հանդիպան հաշիվը, այո, շատ արագ կարողացավ Մոնցան առաջ անցնել հաշվի մեջ իհարկե սխալ տեղ ունեցավ Փարիզի ֆուտբոլիստների գործողություններում, իսկ Արշալույս Պապոյանը նմանատիպ իրավիճակներում չի վրիպում 1-0 առաջին դարպասի գրավումն ունենք, ինչը ել ավելի է մեծացնելու հանդիպան ինտրիգայո թիմերը իսկապես ժամանակ չեն տալիս հայտարարություններին ծանոթացնեմ, դա կանեն Փարիզի այս գրոհից հետո արդեն Այվազյան ու Եզրային նետում է վաստակում Մանվել Այվազյանը իր թիմի համար, հիմա եկեք ծանոթանանք կարագորեն մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք հենց Մոնցայից, Մայակ Բաբայանը պաշտպանում է դարպասը համար 1, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Սամվել Վարդանյան համար 11, Ռաֆ Գևորգյան համար 13, նա թիմի ավագն է Արշալույս Պապոյան համար 14, նա առայժմ հանդիպան միակ գնդակի հեղինակն է, Վարդգես Մուրադյան համար 16, Մարտուն Կարապետյան համար 17, Նարեկ Բաղդասարյան համար 18, Գագիկ Մանուչյան համար 22 եւ Ռաֆիկ Պետրոսյան համար 33 Փարիզ դարպասը պաշտպանում է Վանուշ Մելքոնյանը համար 1, Հարություն Աղազարյան համար 4, Մանվել Այվազյան համար 5, Իշխան Պողոսյան համար 6, Արտակ Ասատրյան համար 8, Կարո Ավակյան համար 10, Սերգեյ Հարությունյան համար 22 եւ Հարություն Խաչատրյան համար 99 վերջինս էլ Փարիզի ավագն է։ Այսպեսի կազմել ունի այս հանդիպան հետ կապված ֆրանսիական ակումբը ու իսկապես այսօր իհարկե Մոնցան առաջ անցավ հաշվի մեջ, հիմա տեսնենք Փարիզը կարող է շատ վտանգավոր գրոհ իրականացնել, բայց այստեղ իհարկե կար խաղի կանոնների խախտում Կարո Ավակյանի դեմ պայքարում, բայց եթե ստացվեր Ավակյանի փոխանցումը, ապա պատկերացնում եք 2-3 ֆուտբոլիստ անմիջապես կարող են հարվածային հնարավորություն ստանալ, իսկ հիմա էլ Հարությունյանը կորցրեց գնդակ ու ստիպված եղավ խախտել խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում։ Իսկ մրցաշարային աղյուսակում իհարկե պատկերը չափազանց հետաքրքիր է 3 Արցախը տարավ շատ ծանր խաղում 2-1 հաշվով հաղթանակ Բարսելոնայի նկատմամբ ու կարողացավ ժամանակավորապես վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնական իհարկե նա անց է կացել իր բոլոր հանդիպումները 15 հանդիպում եւ 33 միավորով երկրորդն է 1 միավոր ավել ունի Բենֆիկան, բայց 1 հանդիպում է դեռ պակաս է անցկացել է այդ հանդիպումը իհարկե պետք է Բենֆիկան դեռ անցկացնի վաղը շատ ծանր ու հետաքրքիր իհարկե միևնույն ժամանակ դրամատիկ հանդիպան ականատեսն ենք մենք լինելու Բենֆիկա Միլան լավագույն հանգյակում է Միլանը տեղ զբաղեցել եւ մեկ հանդիպում էլ պետք է անցկացնի բացի Բենֆիկայի դեմ հանդիպում մի խոսքով երկրորդ դիվիզիոնում շատ խիտ է պատկերը թիմերը 1-2 միավորների տարբերությամբ են ընդամենը վերադասավորված իսկ այս երկու թիմերը այս պահին Մոնցան 4-րդն է 29 միավորով Փարիզը 27 միավոր ունի ու գտնվում է 6-րդ հորիզոնականում եթե այսօր կարողանա 3 միավոր վաստակել Փարիզը ապա կշրջանցի հենց Մոնցային վտանգավոր է եւս 1 հարված ու 2-0 Մոնցան արդեն կրկնապատկում է իր առավելությունը հիմա էլ հերթը Սամվել Վարդանյանիններով գրավեց Փարիզի դարպասը 2-0 կրկնակի առավելություն է ստանում Մոնցան
Սամվել Վարդանյան 2-0 այո գրաված է Փարիզի դարպաս այս խաղում արդեն երկրորդ անգամ Մոնցան իսկապես շատ ակտիվ է մեկ տարկեց եւ այդ ակտիվությունը տալիս է հաշվում է ճիշտ արդյունքը բնականաբար այո այսպես երկու անգամ գրավել Փարիզի դարպասը հեշտ չի ստացվում բայց Մոնցան իր ակտիվության շնորհիվ կարողացավ հասնել այդ ամենին ու տեսնենք արդեն ինչ տարբերակներ պետք է փնտրի Փարիզը այս ամենը շտկելու համար իսկ ախնդրեմ Մոնցա եւս մեկ գրոյի անցել կարող են երապատկել իրենց առավելությունը բայց այստեղ Մարտուն Կարապետյանի կատարած հարվածից հետո փրկեց Փարիզ դարպասապա Վանուշ Մելքոնյանը շատ վտանգավոր իրավիճակ էր ու հիմա իհարկե կարող ենք երրորդ դարպասի գրավումը տեսնել արդեն այս խաղում բայց փրկվում է Փարիզը հիմա իհարկե պետք է կարողանալ կանգնեցնել Մոնցային Մոնցայի այս ակտիվությունը այլապես Մոնցան կարող է ավելի մեծացնել իր առավելությունը դա արդեն մնացած ժամանակահատվածում լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ նորից այստեղ փրկվում է Փարիզը դարպասապայի մեծ ջանքերի շնորհիվ այո իսկապես եւս մեկ հնարավորություն ուներ Մոնցան իսկ հիմա Այվազյանը փակվեց Այվազյանի փոխանցման ճանապարհը եւ նորից հարվածային դիրքում էր այտվել Մոնցայի կազմում Մարտուն Կարապետյան ու Վանուշ Մելքոնյան այս անգամ փայլեց արդեն իր կատարած սեյվով եւս մեկ փոխանցում առաջ հիմա Խաչատրյանի վրա է ընդունում գնդակ ու ուղարկում այն Աղազարյանի ուղղությամբ երկար փոխանցում Արտակ Ասատրյան լավ անցում էր Ասատրյանից դեպի Մանվել Այվազյանը թույլ ստացվեց այս փոխանցումը մի փոքր ուժեղով արդեն Այվազյանը կարող է շրջվել գնդակով միասին եւ ստանալ արված կատարելու հնարավորություն Բաբայանի դարպասի ուղղությամբ առայժմ Փարիզի առաջին հարվածը չի կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ ու տեսնենք դա ինչպես է լինել նորից Մանվել Այվազյանն է գնդակով փոխանցում ու հիմա Ասատրյանի մոտ տարածությունից հարվածը բայց Բաբայան բրավո այսպես ստացվեց Փարիզի առաջին վտանգավոր հարվածը այս խաղում ինչը շատ մոտ է դարպասի գրավման բայց հիմա արդեն կարող ենք ասել որ փրկվեց Մոնցան այո կարող է Փարիզի հիմա կրճատել հանդիպան արշիվ ու արդեն էլ ավելի կմիտվեր բայց դա միանշանակ կապ չունի Փարիզը միևնույն է գնալու է ոչ թե այս ամենին համակերպելու այլ ընդհակառակը գնդակներ հեղինակելու յետևից չանցավ այստեղ էլ Կարո Ավակյանի փոխանցումը Արչալույս Պապոյանն է վերադարձել գնդակը Պապոյան դեպի կենտրոն շարժվեց իր համար արվածային դիրք է դուրս գալիս Պապոյանը հարվածում բայց թույլ է ստացվում հիմա էլ Արչալույս Պապոյանի կատարած հարվածը որքան ակտիվ են երկու թիմերը Եվ հարված կտեսնենք արդեն Մոնցայի դարպասից Բաբայան երկար եւս մեկ փոխանցում դեպի Արչալույս Պապոյանը նորից գրովում է Մոնցան աչեզրով տեսնենք Պետրոսյան ու Հարությունյանը այստեղ արդեն Հագեց մրցակցի հանցման ճանապարհը, բայց գնդակը դաշտի սահմաններում պահել չկարողացավ։ Ես այն իրականացված է կրունկով դեպի ետ կատարեց այստեղ։ Փոխանցում Նարեկ Բաղդասարյանը, Շոկանդարյան, աչից կա տարբերակ նկատեց աչիեզրով Շոկանդարյանը հանքերը Սամվել Վարդանյանին, Վարդանյան սա հարվածի նմանվեց ինչ որտեղ, բայց բավական բարձր էր։ Այո, իհարկե շատ հեռու էր տարածությունը եւ հասկանալի է Վարդանյանը ուղիղ հարված կատարել չէր կարող այս տարածությունից այնպես է որ նա կարծում եմ առաջին իսկ հերթին մտածել էր այս դիրքից փոխանցում բայց վերածվեց այդ փոխանցումը հարվածի Հարությունյան դեպի թիմի ավակ Խաչատրյանը կրկին Հարությունյան տեսնենք ինչ տարբերակ կփնտրի Հարությունյանը կմտածի Երկար փոխանցում նախընտրեց Ասատրյանի ուղղությամբ, Ասատրյանն էլ դեպի Հավաքյան ու ուժը ստացվում Արտակ Ասատրյանի կատարած փոխանցումը եզրային էր բանը հետևենք Արագորեն բաղարկեց կրկին Մոնցան գնդակը աչի եզրից եւս մեկ փոխանցում ու Հարություն Խաչատրյանը այս անգամ շատ վստահ գործեց
Նորից գնդակով Մոնցան է Աղազարյան ու հետո այո կար խախտում Նարեկ Աղազարյանի դեմ պայքարում։ Հերեղություն հարություն Աղազարյանի դեմ պայքարում։ Ավակյան շատ լավ փոխանցում դեպի Այվազյանը կատարեց։ Ավակյանը տեսնենք Մանվել Այվազյանի այս անգամվա հնարամիտ տարբերակը նորից Ավակյանին է գլորում գնդակը։ Կրկին Այվազյան։ Եվ սա խաղի կանոնների խախտում էր միանշանակ Մանվել Այվազյանի դեմ պայքարում ու արդեն ստանդարտ է վաստակում Փարիզը։ Տեսնենք, ստանդարտ կա Սուլիչը, Այվազյան, ցածրից փորձ ու այստեղ արդեն Գևորգյանը, ինչ-որ նույնիսկ կարելի ասել փակեց գնդակի ուղղությունը, Խաչատրյան վստահ է գործում, դեպի Այվազյանը ևս մեկ գրո կազմակերպելու փորձ Կարո Ավակյան, նորից Խաչատրյան, դեպի Արտակ Արսատրյանը իհարկե մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը, բայց կրկին գնդակը վերահսկում են Փարիզի ֆուտբոլիստները, իսկ այստեղ Ավակյանի արվածից հետո այն վերածվեց անդրադարձի, որը կարող է չարապաստիկ լինել, բայց Բաբայանը կռահեց նաև այս գնդակի ուղղության ճանապարհը։ Հարությունյան Աղազարյանն է հասցեագրում գնդակը։ Ցածրից այս անգամ էլ ու Գևորգյանն է նորից վստահ գործում պաշտպանության կենտրոնում։ Եվ արդեն եսից կնետի Մոնցան, այո, սխալվեց ու գործեց գնդակը Փարիզը։ Չոկանդարյան։ Այստեղ Այվազյանը հաջող գնդակի խնում իրականացրեց ու նաև վարված և անկյունային է Փարիզը վաստակում, այո, մոտ էր նորից Մանվել Այվազյանը դարպասը գրավելու և իհարկե պետք է Փարիզը մտածի առաջին պատասխան գնդակը հեղինակելու մասին, քանի որ երկու գնդակի հստակ առավելություն ունի այս պահին խաղադաշտում։ Մոնցան անկյունային է խաղարկված է, բայց այստեղ Կորուս Պապոյանը շարժվում է առաջ երկուսի դեմ պայքար Արշալույս Պապոյան վտանգավոր է արված անգամ գնդակը Փարիզի դարպասում, դուբլ Պապոյանից արդեն 3-0 է հաղթում Մոնցան։ Երեք 0 արդեն Մոնցան ստանում է եռակի առավելություն գնաց Մոնցան այս հակագրոյին այո շատ վստահ կերպով քիչ առաջ ընդհանրապես վարքյաններ առաջ Մանվել Այվազյանը հարվածեց ու հիմա անմիջապես հաջորդ գրոյի ժամանակ էլ երրորդ անգամ աչքի ընկան Մոնցայի ֆուտբոլիստները հիմա տեսնենք ինչ է պատահել խաղադաշտում Ամեն ինչ կարգիր է ծափարությունը երկու թիմերին էլ հանձնեց գնդակը Մոնցան մրցակցին ու արդեն կսկսի խորքից Փարիզը
Մամեդ Այվազյան դեպի կենտրոն է ուղարկում գնդակ Աղազարյանին, դեպի ավելի ետ Հարությունյանի ուղղությամբ արկում են Փարիզի ֆուտբոլիստները առայժմ պաշտպանությունում գիտեք մեկ գրո է այսպես ասած անհրաժեշտ մեկ գրո է պետք սկսելու մեկ անգամ է պետք հասնել հաջողության որպեսզի բացվի Փարիզի խաղը բայց առայժմ տեսեք Մոնցան է կրկին գրոհում եւս մեկ վտանգավոր գրո ու հիմա արդեն չօգտվեց իր հնարավորությունից Վարդգես Մուրադյանը Ավակյան Մնում է գնդակով Ավակյանը իսկ այստեղ այո խաղի կանոնների խախտում կար Կարո Ավակյանի դեմ պայքարում Հարությունյանն է ուղարկված գնդակը Աչեզր Բայց գնդակ Հարությունյան դաշտի սահմաններում Ամել Այվազյան Գտավ Ասատրյանին, բայց այստեղ արդեն պատասխան փոխանցում ստացվեց իսկ այստեղ Խաչատրյանը շատ ճիշտ գործեց, այո, մարմնով փակեց շատ լավ գնդակը կասեցրած ու առաջ արվող Մարտուն Կարապետյանի ճանապարհը թույլ չտվեց նա հարված կատարելու հնարավորություն ստանա Նետում է Եզիկ Ասատրյանը Ավակյանին ստանում պատասխան փոխանցումը Եվ հերվից է փորձում, բայց չէ ստացվում Արտակ Ասատրյանի այս արվածի փորձը։ Եվ տեսեք, Հարությունյանը կրկին խլում իրականացեց գնդակի մրցակցից, երկար ևս մեկ փոխանցում առաջ, բայց այստեղ չկար։ Ոչ ոք այս փոխանցումը փոխանցանի շարունակություն ավելացնելու համար ու կրկին Մոնցայի ֆուտբոլիստները սկսում են խորքից լավներ այս փոխանցումը, բայց այստեղ կրունկով կատարված փոխանցումը չասավ Ասիատիրոջը, որը կատարել էր Մարտուն Կարապետյանը, Ասատրյան թողեց գնդակ Ավակյանին գուցե հիմա որևէ բան ստացվի 3-2-ի դիմաց Ասատրյան կա կրկին Ավակյանը պետք է արագ հարվածել Ավակյան Բաբայանը բրկեց բայց երկրորդ դրվագում եթե չեմ սխալվում Մոնցայի ֆուտբոլիստից եղավ անդրադարձ ու գնդակը հայտնվեց ցանցում 3-1 է դառնում հանդիպանաշիվը 3-1 այո կրճատեց Փարիզը հանդիպման հաշիվը Ավակյանի այդ ծանր հարվածը ստացվեց Բաբայանի մոտ ետ մղել բայց եղավ սեփական խաղանկեղջից անադարձ ու գնդակը հայտնվեց Բաբայանի պաշտպանած դարպասում ինքնագոլ այստեղ գրանցվեց ու 3-1 է արդեն հանդիպման հաշիվը Փարիզին ստացվեց մեկը հերինակել դեռ առաջ խաղակեսի ավարտին էլ կա խաղաժամանակ Երկար փոխանցում դեպի Պապոյանը, բայց այստեղ առաջինը գնդակին է արձագանքում Փարիզի դարպասապա Վանուշ Պետքոնյան ու Փարիզը կսկսի ևս մեկ գրոհ Հարությունյան հասավ այս գնդակին շատ լավ նկատեց Ասատրյանին կրունկով էլ Ասատրյանը, բայց արդեն ուժեղ ստացվեց այս իրավիճակում Արտակ Ասատրյանի կատարած փոխանցումը Արշալույս ներողություն Չոկանտարյան շատ լավներ այս փոխանցումը վտանգավոր իրավիճակ է Մոնցան գրոհի անցել, բայց այստեղ շատ ուշացրեցին Մոնցայի ֆուտբոլիստները ու այդպես էլ արված տեսանք Փարիզի դարպասի ուղղությամբ Այո պետք է զգուշանալ Փարիզից, Փարիզը կրճատել է հանդիպան հաշիվը եւ դա իհարկե խոսում է նրանց ավելի ակտիվության մասին Պապոյան ու այստեղ մաքուր գործողություններ Պապոյանի դեմ, այո, չկար խաղի կանոնների խախտում, բայց գնդակը չստացվեց հեռացնել, իսկ հիմա 4 անգամ ստիպված պետք է Փարիզը գնդականի սեփական դարպասից, այո, Մարտուն Կարապետյանն է գրավում դարպաս ու 4-1 դարձնում այս հանդիպան հաշիվը։ 4-1 է արդեն հաղթում Մոնցան Փարիզին, Մարտուն Կարապետյանը օգտվեց, այո, այդ հնարավորությունից, որը առաջացավ իր առջև ու մեկ և անկասելի հարվածով գնդակ ուղարկում է Փարիզ դարպասը 4-1 դարձրեց Մոնցան այս հանդիպան հաշիվը ու իհարկե Փարիզը նորից նույն խնդրի առաջ է կանգնած նորից 3 գնդակի տարբերություն նորից պետք է մտածել 3 գնդակի մասին ոչ թե 1-ի կամ 2-ի օրինակ
Իսկ տեսեք, խնդրեմ, ամեն խփած գնդակից հետո Մոնցան էլ ավելի ակտիվանում Պապոյան դեպի աշտարավ գնդակը Բարձից դեպի ծախ եզրե ուղարկում վտանգավոր եւս մեկ հարված, բայց այս անգամ արդեն շեղությամբ ստացեց Մարտուն Կարապետյանի հարվածը հարված Փարիզի դարպասից Մամեդ Այվազյան Շատ լավ գործեց Այվազյանը, Հարությունյանին գլորեց գնդակը դեպի կենտրոն Աղազարյանն այստեղ է դեպի աչել Աղազարյանը հասցեագրեց գնդակը ստացավ պատասխան փոխանցումը բանկեր Իշխան Պողոսյանից, բայց հիմա արդեն ավարտված է Փարիզի գրոհը Չոկանդարյան դեպի ետ գլորում իրականացրեց, Գևորգյանն էլ դեպի աջ, Մանուչարյան Եզրային նետում Հիմա պետք է խաղարկեն այո մրցավորի սուրճից հետո Չոկանդարյան երկար փոխանցում ենք տեսնում, առաջ Պապոյանը նորից շատ հրաշալի է իջեցնում գնդակը ու այստեղ Խաչատրյանը խանգարեց Պապոյանին Եվ հենց Մոնցայից էլ գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Ասատրյան Աղազարյանը, Հարությունյան, կրկին Աղազարյան Շատ լավ նկատեց Այվազյանին Կրկին Աղազարյան Կարգում է առայժմ Փարիզի գնդակը Դաշտի միջին հատվածում երկար փոխանցում առաջ Ասատրյան գործեց գնդակ Այվազյանի բայց այս անգամ էլ չստացվեց Ասատրյանի մոտ իսկ հիմա նորից Մոնցան է ասում գրոյի Պապոյան դեպի ձախ է ուղարկում գնդակը վտանգավոր եւս մեկ գրո Մոնցայի կողմից Չոկանդարյանը հայտնվել է հարվածային դիրքում բայց այստեղ նախ Չոկանդարյանը ավելի շուտ հարված էր կատարում, Պապոյանը փակեց այդ հարվածի ճանապարհ ու հետո էլ արդեն Պապոյանի մեջ չստացվեց հարվածը Եվս մեկ հարված ենք տեսնում ու շեղությամբ ստացվեց այս իրավիճակում էլ Մարտուն Կարապետյանի կատարած հարվածը Խաչատրյանին երկար է կատարում այս անգամ փոխանցում, բայց հեռացեցին Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Պապոյան Չոկանդարյանի մոտ է գնդակը Ասատրյանին դիպավ ու եզրային նետում կլինի արդեն իօգուտ Մոնցայի Չոկանդարյան կորցրեց գնդակը այստեղ Մոնցան Հայկա Աղազարյան ուղարկեց Սերգեյ Հարությունյանի ուղղությամբ դեպի ետ Խաչատրյանն է այստեղ էլ Քաղաքեսի ավարտին բավական քիչ խաղաժամանակ է մնացել այո վերջին րոպեն արդեն մեկնարկել է Բայև այստեղ ստացվեց այո Խաչատրյանի մոտ փակել այս երկար փոխանցման ճանապարհը իսկ հիմա էլ շատ գրագետ է վարվում Խաչատրյանը այլապես Մոնցան նորից միայնակ կհայտնվեր Մոնցայի ֆուտբոլիստը միայնակ կհայտնվեր Վանդոշ Մերկոնյանի դիմաց Հարությունյան նորից երկար փոխանցում, այստեղ էլ չկար ոչ ոք ու խաղակեսը, հենց այստեղ էլ ավարտում ենք այո 5 դարպասի գրավում տեսանք առաջի խաղակեսում մի փոքր հանգստանանք որից հետո արդեն կշարունակենք այս հանդիպումը։ Ֆուտբոլը
Սեր բարեկամներ մեկ տարկեց Մոնցա Փարիզ հանդիպան երկրորդ խաղակես ու այստեղ հիշեցնեմ առաջին կեսից հետո գրանցված արդյունքը 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տանում առաջին կեսից հետո Մոնցան եւ տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն թիմերը ինչ կփորձի անել այս ամենի համար Փարիզը այս իրավիճակը հաղթահարելու կանխելու համար իսկապես շատ վստահ մեկ տարկեց առաջին խաղակեսը հանդիպումը վստահ մեկ տարկեց Մոնցան ու իհարկե հաստատ շատ արագել հաջողության հիմա նորից Մոնցայի ֆուտբոլիստներն են գրովում, բայց այս անգամ Մելքոյանը վերցնում է գնդակը Հարությունյան երկար փոխանցում առաջ Աղազարյան, բայց այստեղ շատ հաջող գնդակի խլում իրականացրեց Մոնցայի ֆուտբոլիստը Պապոյան ու արդեն չկար իհարկե այլ տարբերակ մտածելու ստիպված Պապոյան այսպես վարվեց Եվ եզից արդեն նետելու են Մոնցայի ֆուտբոլիստներ, այո 5 դարպասի գրավում իսկապես գոլ առատել առաջին խաղակեսի համար Պապոյան շատ լավ է գործում, Պապոյանը տեսնենք ով է հարվածը կատարելու, ափսոս որ այս գրոհը այսպես ավարտվեց, իհարկե չնկատեց Պապոյանին արդեն հակառակ եզրում, Կարապետյանը ուչ փոխանցեց, փորձեց ինքը եզրափակել, բայց այստեղ այդպես էլ դիպուկ հարված չտեսանք, բայց իսկապես ինչ արեց Միջև հարվածի պահը Արշալույս Պապոյանը ծափարություններ այս ֆուտբոլիստին շատ հրաշալի մարզավիճակում է, հրաշալի հանդիպում էլ անցկացնում եմ Հիմա խաղադաշտում եւ իսկապես նրա այս անցումներից հետո արժանի է Մոնցան դարպասի գրավման արժանի է հաջողության հասնելու հենց Պապոյան ինքը իհարկե քանի որ ամեն ինչ միայնակ արեց բայց հաջողության չհասավ Մոնցան այս դրվագում Հիմա եզից կնետեն հենց Մոնցայի ֆուտբոլիստները Պապոյան Դեպի կենտրոն Մանուշյանն է ստացել գնդակը Ձախ եզրում Պապոյանին է հասցեագրում կրկին Ու արդեն գնդակը տեղափոխված է աջ եզր եվս մեկ գրոհ Մոնցայից բայց Խաչատրյանն այստեղ կանխում է Մոնցայի գրոհը ուղարկում գնդակը Արտակ Ասատրյանի ուղղությամբ Աղազարյան Եվ գնդակը դեպի Ավակյանն է ուղարկված, սողեց Այվազյանին գնդակը Ավակյանը ստացավ պատասխան փոխանցումը Մանվել Այվազյանից իսկ այստեղ թույլ ստացվեց Ավակյանի փոխանցումը, այո ավելի շուտ Գագիկ Մանուչյանը արձագանքեց ու խլեց գնդակը մրցակցից այս իրավիճակում, այսպես ամանեն քանի որ գրոհը ավարտվեց հենց այդտեղ էլ Փարիզի Նորից Մանուչարյան Պապոյան Ավակյանն է ստանում գնդակի իսկ այստեղ Մանուչարյանը վստահ է գործում Ավակյան եւ սա արդեն խաղի կանոնների խախտում էր անկասկած Խաղարկում է գնդակը Փարիզը, Ավակյան Ասատրյանը պահեց գնդակը գեղեցիկ փոխանցում նորից Ավակյանին, բայց այստեղ շատ հաջող էլ գործեց Մոնցայի ֆուտբոլիստ Վարկես Մուրադյանը պայքարեց մինչև վերջ ու գնդակը պահեց Մոնցայի համար Բաղդասարյան դեպի ձախ եզր է գլորում իրականացնում գնդակի ստանում պատասխան փոխանցումը Եվ այստեղ լավ մտահղացում էր, բայց Ավակյանը կանգնեց գնդակի ճանապարհին ուղարկեց Այվազյանին կա փոխանցում Ասատրյանի ուղղությամբ եւ այստեղ Գագիկ Մանուչարյանն ինքնագոլի եղինակ դառնում փորձելով հեռացնել գնդակը, բայց փոխարեն այն ուղարկումը սեփական դարպասը նորից երկու գնդակ է անհրաժեշտ Փարիզին խաղ վերադառնալու համար Այո, մեկ հետաքրքիր վիճակագրություն այսօր Մոնցան
Հաստատ ստացվում է այնպես, որ հեղինակել է 6 գնդակ, 2-ը սեփական դարպասը, 4-ը մրցակցի։ Այո, այսօր Փարիզի 2 գոլերներ ստացվել են այնպես, որ Մոնցայի պաշտպանն է դարձել ինքնագոլի հեղինակ ու իհարկե դա եւս մեկ հետաքրքիր վիճակագրություն է ու տեսնենք միգուցե այս գոլը որևէ բան արտասի Փարիզի գործողություններում իսկապես եթե նրանք կարողանան հասնել ու հասնել հաշիվը նվազագույնի ընդամենը 1 գնդակ հեղինակել, այսինքն այդ ամենի համար կարող են մտածել արդեն ինչու ոչ այս խաղում չպարտվելու, այս խաղում հետագայում հաղթանակի հասնելու մասին, այնպես է որ կան տարբերակներ այդ ամենի մասին մտածելու, բայց իհարկե Մոնցան հենց այնպես կարծում եմ 2 գնդակի առավելությունը չի փորձի ձեռքից բաց թողնել փոխարեն հիմա անկյունայինը տեսնենք կա փոխանցում Ցածրիցեր Ավակյան այստեղ փակեց գնդակի ճանապարհը Կարո Ավակյան երկար փոխանցում դեպի Այվազյանը տեսնենք ինչ շարունակություն կմտածի Մանվել Այվազյանը դեպի կենտրոն Ավակյան աճից կա Աղազարյանի տարբերակը ոչ երկար փոխանցում դեպի Ասատրյանը փորձեց կատարել Ավակյանը բայց Արտակ Ասատրյանը արդեն այլ ուղղության վրա է սպասում այս գնդակին եւ փոխանցումը փաստացի ուժեղ ստացվեց Պողոսյան գտավ Այվազյանին Առաջարկ է Խաչատրյանը ուղղությամբ պարկեց Այվազյանն էլ գնդակը Հարությունյան նորից Այվազյան կրկին Հարությունյան լավ գրոյի անցել Փարիզը ափսոս չստացվեց հարվածել Հարությունյանի մոտ դա արեց Ավակյանը բայց չէր ստացվում Կարո Ավակյանի այս փորձը Հնաց պրեսինգի այստեղ Փարիզը, բայց Մոնցան կարողացավ բարեհաջող կերպով դուրս գալ պաշտպանությունից, Մանուչյանն էլ երկար փոխանցում է կատարում, բայց չկարող անկելներից ոչ ոք այս իրավիճակում։ Նորից գրով Մոնցայից Պապոյանն առաջանում է ստանում գնդակը, բայց Պողոսյանը այստեղ ամեն դեպքում խանգարեց հիմա սխալ Մելքոնյանի կողմից ու ինտերի սխալը ուղղեց ճիշտ է ամեն դեպքում ներողություն եմ խնդրում ամեն դեպքում անկյունային իրականացնի Մոնցան այս իրավիճակում, բայց կարող էր այս իրավիճակը վերածվել դարպասի գրավման մի խոսքով սխալվեց, բայց հետո էլ կարողացավ ուղղել սխալը դարպասապա Վանոշ Մելքոնյանը Եվ տեսնենք հիմա անկյունային ինչպես կաղարկի Մոնցան Պարցից փոխանցում այստեղ հեռացնում են Փարիզի տղաները գնդակը եւս մեկ տարբերակ այստեղ չստացվեց բայց միևնույնն է գնդակը կրկին լինելու է Մոնցայի ֆուտբոլիստերին Իսկ հիմա փոփոխություն տեղի կունենա Մոնցայի կազմում Աղազարյան դեպի Այվազյանը նորից Աղազարյան կատարեց փոխանցում, բայց այն ուժեղ ստացվեց Արտակ Ասատրյանի համար Փոխանդարյան դեպի երկրորդ իրականացեց գնդակի Գնդակը արդեն
Դաշտի միջին հատվածում եմ Բաղդասարյան Չոկանդարյանի հետ լավ է խաղարկում գնդակը Բաղդասարյանը փոխանցում Պապոյան վտանգավոր է ու հետրիկ արդեն Արշալույս Պապոյանից այո նա այսպես օգտվում է իր հնարավորություններից ու 5-2 դարձում արդեն այս հանդիպանաշի Հետրիկ Արշալույս Պապոյանից 5-2 է հանդիպանաշիվը ու հիմա նորից այնպես է դառնում որ 3 գնդակի առավելությունը վերականգնում է Մոնցան այս խաղում արդեն 3-րդ անգամ երկու դեպքերում ստացվեց երկու անգամ ստացվեց Փարիզի մոտ կրճատել աշիվը բայց նորից բաց թողեցին հիմա նորից գրող Փարիզից Ասատրյան ու այստեղ Բաբայան բրավո շատ վտանգավոր հարված կարողացավ հեռացնել Բաբայանը եթե հիմա հայտվել գնդակը դարպասում նորից ամեն ինչ կլիներ նույն պատկերը ինչ ընդհանրապես մեկ րոպե առաջ էր երկու գնդակի տարբերություն բայց Բաբայանը դա թույլ չտվեց Ավակյանի արվաստն է հիմա այդ փակում Խաչատրյանն է միացել թիմի գրոհին վտանգավոր է պահում է Խաչատրյանը գնդակը փորձում է արվածել ոչ սա գնդակի կորուստ էր բայց չստացվեց հակագրոհել հիմա Մոնցայի մոտ Եվս մեկ էր արված ու Բաբայանը հայո նորից դիպավ գնդակին շատ վտանգավոր կրակորդ տեսանք մենք բայց այստեղ նորից անկյունային է միայն վաստակում Փարիզը Եվս մեկ փոխանցում հիմա Գևորգյանն է հեռացնում գնդակը Մոնցան շատ լավ է գործում այս իրավիճակում, բայց Աղազարյանը կանգնեց գնդակի ճանապարհին, ճիշտ է, երկրորդ փոխանցումը ստացվեց Սամվել Վարդանյանի, բայց այլ ուժեղ էր Անդարյան թողեց, գնդակը խաղան կերոչը, ճիշտ է այստեղ, գնաց Արտակ Ասատրյանը գնդակի խլման, բայց մնաց ամեն դեպքում գնդակը Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ ձախեցնում է, հիմա գրոհում Մոնցան Ռադյան ուղարկեց գնդակը Պետրոսյանին, Պետրոսյանն էլ ասյագեց այն Վարդանյանին, իսկ այստեղ չկար ոչինչ գրոհում է Փարիզը եւ այստեղ Գևորգյանն է հրաշալի գործում սա էլ հեռացման փորձ բայց Հարությունյանի բաժին ասավ գնդակը Պապոյան եւ կար խաղի կանոնների խախտում Պապոյանի կողմից այո Ավակյան Գտավ Արտակ Ասատրյանին, Ավակյանը պահում է գնդակ Ասատրյանի մոտ Դավներ փոխանցումը դեպի Մամել Այվազյանի ուղղությամբ կրկին Ասատրյան եւ այստեղ Հմայակ Բաբայանը դուրս գալով դարպասից այո վերցնում է գնդակը ու այն նետում իրականացնում Խաղանգեր Բաղդասարյանի ուղղությամբ Պետրոսյան Չոկանդարյան երկար փոխանցում չանցավ այս փոխանցումը իսկ հիմա էլ վերականգնեց գնդակը Չոկանդարյանը Մոնցայի համար Բաբայան շատ լավ է զգում խաղադաշտը Մոնցայի դարպասապահը գրագետ փոխանցում դեպի Բաղդասարյանը Պապոյան, նորից Բաղդասարյան ու բարձր ստացվեց Բաղդասարյանի հարված, այո փորձեց հեռավոր վերին անկյունը գրավել, բայց շատ ուժեղ ստացվեց այս փորձը
Ուժեղ է նաև այս փոխանցումը։ Գևորգյան ու դեպի աչը գնորում լավ Գևորգյանը Շոկանդարյանն է գնդակով տարբերակներ փնտրում դեպի ձախ ուղարկեց փորձում է այո դուրս գալ պաշտպանությունից Մոնցան չստացվեց իսկ Այվազյանը ով խլեց գնդակը բավական բարձր հարվածեց այս իրավիճակում Բասալյան խաղարկում ու գեղեցիկ կերպով է դուրս գալիս Մոնցան հիմա պաշտպանությունից բայց տեսնենք ինչ պատահեց Վենետիկ Չոկանդարյանին շատ վտանգավոր արված ստացավ ոտքին Աղազարյանի կողմից տեսնենք հուսանք որ բարդություններ չի առաջանա հիմա Չոկանդարյանի մոտ Այո, կանգնեց ոտքի Չոկանդարյանը ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ ու հիմա արդեն հենց նա էլ գնդակով է Մաղրասանյան ձախեզրում ընդունեց գնդակը վտանգավոր գրո ևս մեկ փոխանցում ու ինչ է կատարվում հայտնվում է գնդակը այս խաղում այո 6-րդ անգամ արդեն Փարիզի դարպասում եթե չեմ սխալվում դարպասն այս անգամ գրավեց Մոնցայի կասում Նարեկ Բաղդասարյանը 6-2 դարձրեց Մոնցան այս հանդիպան հաշիվը արդեն 3 միավոր հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կարծում եմ տրված էր այս խաղում այո շատ կարևորագույն խաղում է Մոնցան հասնում հաջողության հաղթանակի հասնում իսկ հիմա արդեն առաջին դեղին է կտեսնենք Մանվել Այվազյանն է ստանում դեղին կարտ վտանգավոր խաղի համար Սուլիչը խաղարկում է Մոնցան գնդակը իհարկե դե հասկանալի է Մոնցան փորձում է այս հանդիպումը որքան հնարավոր է ավարտին հասցնել Փարիզն էլ բնականաբար կփորձի այս մնացած կարճ սուր ժամանակահատվածում կրճատել հանդիպման հաշիվը որքան կստացվի որքան հնարավոր կլինի քանի որ իհարկե արդեն 4 գնդակի առավելությունը մի փոքր լուրջ է բայց իհարկե կգնա Փարիզը որքան հնարավոր է այն կրճատելու ետևից բնականաբար Ավակյան շատ լավ իջեցրեց այստեղ դարպասապայի կատարված փոխանցումը բայց Գևորգյանը հեռացեց ամեն դեպքում գնդակ ու եզրային է հետում իրականացնելու Փարիզը Ասատրյանը նետում է Ավակյանին ստանում գնդակը Փորձեց ձախով հարվածել, որը շատ ուժգու է ստացվում Ասատրյանի մոտ, բայց այս անգամ փակվեց նրա հարվածիկությունը ու հիմա գրող արդեն Մոնցայից, բայց այստեղ Պողոսյանն հրաշալի գործում ու ուղարկում գնդակը նորից Արտակ Ասատրյանի ուղղությամբ ևս մեկ փորձ այս անգամ էլ փակվում է նորից Արտակ Ասատրյանի հարվածի ճանապարհը Մանվել Այվազյան մնում է գնդակով Այվազյանը Եզից կնետի Փարիզը
Անկյունային շնակել մրցավարը Ավակյան բարձից փոխանցում այստեղ էլ ստացվեց մի փոքր հեռացում իրականացնել գնդակի Խաչատրյան ու այստեղ հիմա Չոքանդարյանը շատ լավ է հեռացնում գնդակը ու ինչու ոչ կարող է հակագրոհել Մոնցան ինչպես էլ անում են Մոնցայի ֆուտբոլիստները ունեն քանակական առավելություն հարձակման գծում վտանգավոր գրո ու այո ոչ չհայտվեց գնդակը դարպասում օրիգինալական դարպասածողից եղավ անդրադարձ ու այո այդպես էլ չհատեց դարպասային գիծը գնդակը հարվածողն են Մարտուն Կարապետյանն էր Նորից է եզրից նետելու Մոնցան Չոքանդարյան և խաղթեց Ավակյան այո խաղի կանոնները Ավելի շատ փոխանցման նմանվեց Տարեկ Բաղդասարյանի կողմիցում ես իսկ նետի Փարիզը վերջին րոպեներն են ընթանում անտիպան այո րոպեին ինքնական ժամանակի ավարտին մնաց և տեսնենք այս 2 րոպեի ընթացքում Ինչ կառաջարկեն թիմերը այն որը ստացված հանդիպում մենք տեսանք այո դիտարժան հանդիպում է դե դրանում 2 խոսք լինել չի կարող 8 դարպասի գրավում 6-ը Մոնցայից 8-ն էլ Մոնցայից այսպես ասենք 2-5 տագոլ 6-ը մրցակցի դարպասը գրավեցին Մոնցայի ֆուտբոլիստները եւ երկու գոլարատության տեսանկյունից հրաշալի հանդիպում էր 8 դարպասի գրավումը արդեն արդյունավետ հանդիպում է Բայց կարող են թիմերը նաև մեկ գնդակի մասին մտածել, չեմ կարող ասել կոնկրետ որ ակումբը կարող է հասնել այդ մեկ գնդակին, երկուսն էլ իսկապես ունեն նույն հնարավորությունները մեկը մյուսի դարպասը գրավելու համար։ Ավակյան Գուցե Ավակյանը փորձի ոչ, ուղարկեց գնդակը Հարությունյանին, նա հարվածեց ու փակվեց Հարությունյանի հարվածի ճանապարհը, հիմա էլ Բաղդասարյանը խլեց գնդակը լավն էր անցումը, կարելի է փոխանցել ոչ, եւս մեկ անցում, հիմա կա փոխանցումը ու գնդակը այո, ամեն դեպքում հայտնվում է դարպասում այդ մեկ գնդակն էլ տեսանք ու Մոնցան 7-2 է դարձնում հանդիպան հաշիվը Մարտուն Կարապետյանն էլ դառնում է այս իրավիճակում գոլի հեղինակ Եվ վերջ, այո, հանդիպումը հենց այստեղ էլ ավարտում ենք հաղթեց այս խաղում Մոնցան ու արժանացավ հերթական 3 միավորի այս հանդիպան համար այսքանն ենք նախատեսել մեզ մոտ կարժատար, որից հետո կշարունակենք